Ժիրայր Սեֆիլյանի գործով դատավոր Տաթևիկ Գրիգորյանն այսօր մեկը մյուսի հետևից սանկցիաներ կիրառեց մեղադրյալների նկատմամբ։ Նախ 3 ժամով դահլիճից հեռացվեց Գևորգ Սաֆարյանը, ով փորձում էր հարց ուղղել դատավորին, ինչու է դատախազներին թույլ տալիս հայտարարություններ անել, իսկ իրենց ոչ։ Ես հիշեցնում եմ դատարանը, որ մենք հավաստար կողմներ ենք մեղադրողի։ Դատարանը խտրական մոտեցում է ցուցաբերում։ Դեկին դատավոր ես ձեզ եմ դիմում, ոնց որ, ինձ ոնց որ ես ձեզ եմ դիմում։ Դեկին դատավոր Ամբարտանյանը դիմում է ձեզ, լսելի չի դա ինձ, կարող ավելի բաղկացնել եթե լսելի չի։ Սաֆարյանը շարունակում է դատավորի իրավիճակում, այսինքն փոխում է դատականիստի կարգը, որը մանրակալից վերաբերվում է դրսևորում դատանի նկատմամբ, ղեկավարելով։ Ինչպես է դատարանը Ամբարտանյանը Գևորգ Սաֆարյանի նկատմամբ։ Սաֆարյանին դահլիճից հեռացնելուց հետո էլ օրվա ավարտին միայն դատավորը արձանագրեց, որ մեղադրյալներ Ժիրայր Սեֆիլյանն ու Ներսես Պողոսյանը ոտքի չեն կանգնում, երբ ինքը դահլիճ է մտնում։ Տաթևիկ Գրիգորյանը նկատողություն հայտարարեց, զգուշացնելով, որ հաջորդ անգամ նաև նրանց կհեռացնի դահլիճից։ Դատականիստի կարգը կրկին խախտելու պարագայում հարցը հեռացնել դատականիստերի դահլիճից։ Փաստաբան Արայիկ Պապիկյանը տարակուսած էր, ինչպես են այս մթնոլորտում դատերի մասնակցելու։ Գևորգը նիստերի դահլիճից հեռացվեց, որովհետև ինքը օրինական պահանջ ուներ։ Իսկ սույն դատարանում օրինական պահանջ ներկայացնելը հղի անցանկալի հետևանքներով։ Արդեն իսկ ինքնին փաստը ցույց է տալիս, որ մենք չենք կարող ակնկալել արդարադատություն։ Դա թեև ուղղված էր Գևորգին, բայց դա վերաբերում էր մեզ բոլորիս հավասարապես, որպեսզի այլևս պահանջներ կամ օրենք չպահանջենք։ Փաստաբան Տիգրան Հայրապետյանը միտում է տեսնում, գուցե դատարանը մտադիր է առանց մեղադրյալների նիստեր անցկացնել։ Նման բան կա եւ ամեն ինչ գնում է դրան, եթե այդպես կատարվի, բնականաբար դատաքննությունը ամբողջովին կստվերվի։ Իդեպ մինչև նիստի մեկնարկը միջադեպ եղավ դատարանի մուտքի առջև։ Փաստաբանները հրաժարվում էին կարգադրիչներին ցույց տալ պայուսակների պարունակությունը, որակելով դա խուզարկության փորձ։ Դատարանի մուտքը հսկող անվտանգության աշխատակիցները սակայն ասում էին, որ առանց զննության թույլ չեն տալու շենք մտնել։ Եթե չեք բացում, մեզ ինչպես համոզում։ Դատավորը որ մտել է ստուգել եք, դատախազներին ստուգել եք, ուրեմն ցանկացած նախագահ դատավորի ստուգել եք, ցանկացած մարդ որ մուտք ասեք նախագահ դատավորի ստուգել եք, կարող է նախագահ դատավորը զենքով ապրել։ դուք ձեր տեղն եք բանասում։ Դատական դեպարտամենտի ղեկավարն ասել, որ փաստաբաններին պետք է ստուգեն դատախազների օրենքն է ասում, օրենքը։ Քիչ անց փաստաբաններին այնուամենայնիվ թույլ տվեցին առանց զննության դահլիճ մտնել։ Միջադեպին անդրադարձավ նաև դատավորը, պնդելով, թե հաջորդ անգամ կարգադրիչները կարող են եւ ուժ կիրառել, բայց արգելեց փաստաբաններին էլ իրենց տեսակետը հայտնել։ Դատարանի շենքը ոստիկանական խիստ հսկողության տակ էր Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի գլխավորությամբ։ Մանրամասն զննում էին բոլորին, գրանցում անձնագրային տվյալները։ Չակերտավոր հրապարակային դատաքննություն Ինչպես ինքն է մտածում, որ հրապարակային դատաքննություն է տեղի ունենում, բայց հրապարակային դատաքննության մասնակիցների անհատական տվյալները գրանցում են, ցուցակագրում են ու այդ ցուցակները ինչ-որ տեղ է ուղարկվում։ Նախագահող դատավորը փոխանակ սպառնա փաստաբաններին, ճիշտ կլիներ, որ նախագահող դատավորը հետևեր, չհաբեկվեին այն մարդիկ, ովքեր ուզում են մասնակցեն դատական նիստերին։ Նիստերն արտագնային Երևանյան եզակի դահլիճներից մեկում, ուր մեղադրյալներին դահլիճից բաժանում է հաստ ապակին։ Մոտ մեկ տարի անազատության մեջ գտնվող Ժիրայր Սեֆիլյանին այս գործով անցնող այլ մեղադրյալների ընկերները հոտնկայս բուռն ծափերով դիմավորեցին։ Սեֆիլյանին հաջողվեց միայն մի քանի բառ փոխանակել աջակիցների հետ, ոստիկանները հեռացրին բարձրախոսը։ Լսում եք։ Հաջորդ բակարը դեռահում է։ Հա? Միշտ բացան։ Միշտ հատարում է բացան։
Փաստաբան Արայիկ Պապիկյանը դատավոր Տաթևիկ Գրիգորյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց, կասկածի տակ դնելով նրա անաչառությունը, քանի որ ընդամենը մի քանի օր է ծանոթացել գործի մոտ 8500 էջ նյութերին, բայց արագ որոշել, որ օրինակ մեղադրյալ Ներսես Պողոսյանը պետք է ճաղերի հետևում մնա։ Եվ եթե այդ ամբողջ ժամանակը տրամադրել բացառապես սույն քրեական գործի նյութերի ուսումնասիրմանը, ապա միջին հաշվով 1 էջ նյութի ուսումնասիրման համար պետք է ծախսեր 0.37 րոպե ժամանակ։ Պնդում ենք, որ դատավոր Գրիգորյանը սույն քրեական գործի նյութերը չի ուսումնասիրել։ 1 ժամ անցկացնելով խորհրդակցական սենյակում դատավորը մերժեց միջնորդությունը։ Դատավարությունը կշարունակվի 2 շաբաթից։ Ազատամարտիկ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է մի շարք ծանր հոդվածներով՝ զանգվածային անկարգությունների հրահրում, նախապատրաստում, կազմակերպված խմբի կազմում զենքի ձեռքբերում, որի միջոցով պիտի զավթեր ռազմավարական նշանակության շենքեր։ Սեֆիլյանն ամբողջությամբ շինծու է որակում մեղադրանքները, կապելով իր քաղաքական գործունեության հետ։